Ժողովուրդ օրաթերթը գրում է. Իշխող խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի շուրջ աղմկոտ պատմությունը մտել է քրեական փուլ։ Ժողովուրդ օրաթերթի հարցմանն ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հաստատել է. Ժենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով դատարանի օրինական ակտի ուժի մեջ մտած ակտը չկատարելը։ Այս արարքը նախատեսում է պատիժ, տուգանք, առավելագույնը 10 պատիկի չափով, կամ հանրային աշխատանքներ առավելագույնը 100 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակում առավելագույնը 1 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկում առավելագույնը 1 ամիս ժամկետով, կամ ազատազրկում առավելագույնը 1 տարի ժամկետով։ Սա մեղմ մասն է, բայց քանի որ Արթուր Հովհաննիսյանը պաշտոնատար անձ է եւ Էդգար Ղազարյանի պատմամբ դատավճռի չկատարումը նույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարք է, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, պատժվում է տուգանքով, առավելագույնը 20 պատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով 80-ից 150 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակման առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ առավելագույնը 2 տարի ժամկետով։ Հիշեցնենք, որ հրապարակային տեղեկությունների համաձայն գործընթացը մեկնարկել է Էդգար Ղազարյանի հաղորդման հիման վրա եւ վերաբերում է դատարանի որոշման ոչ նյութականի մասին, հրապարակային ներողություն խնդրելու պարտավորությանը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ժողովուրդ օրաթերթի բացառիկ տեղեկություններով ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը օրերս ներկայացել է հակակոռուպցիոն դատարան եւ հարցաքննվել COVID-19-ի գործով քննվող քրեական վարույթի շրջանակում։ Ժողովրդի աղբյուրների փոխանցմամբ նախարարը դատարանից 2 անգամ ծանուցում է ստացել, սակայն զբաղվածության պատճառով այս ընթացքում չի ներկայացել։ Ի վերջո օրերս Ավանեսյանը ներկայացել է դատարան եւ ցուցմունք տվել, թե ինչ բովանդակությունն են ունեցել Ավանեսյանի ցուցմունքները եւ ինչ զարգացումներ կարձանագրվեն գործով, առայժմ պաշտոնապես չի հաղորդվում։ Հրապարակ թերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի ամուսնալուծության վերաբերյալ այս օրերին բազում վարկածներ շրջանառվեցին։ Դրանք համադրելով մենք հետեւյալ պատկերը ստացանք։ Դեռ տարիներ առաջ 2019-20 թվականներին նրանց հարաբերությունները մի փուլ խիստ լարված էին եւ մոտ 1 տարի կամ ավելի նրանք իրար հետ չէին ապրում, սակայն այդ ճգնաժամը երկուստեք ջանքերով հաջողվել է հաղթահարել, բայց վիճակը կրկին սրվել է 2025-ի կեսերին։ Աննա Հակոբյանի Չինաստանում ուսանելու ծրագիրն էլ այդ ճգնաժամի հետևանք էր, սակայն մեկնելը չի փրկել ամուսնությունը։ Այն, որ կինը տևական ժամանակ ամուսնու կողքին չէր եւ վկայում է լարված հարաբերությունների մասին, շնայհած մի քանի փորձ արել են ցույց տալու, որ ամեն ինչ նորմալ է, իսկ 25-ի վերջին կոնֆլիկտը սրվել է։ Այս վերջին 3 ամիսներին ըստ որոշ լուրերի Փաշինյանն Աննա Հակոբյանին ակսորել էր Սևանի կառավարական ամառանոց եւ ըստ այդ լուրերի արգելել իր թիկունքում որևէ քայլ կատարել։ Ենթադրում ենք, որ նրա իշխանությունն ինչ որ պահի ամուսնու իշխանությունից մեծ է եղել եւ նա փորձել է կառավարման լծակներն իր ձեռքը վերցնել, ինչը դուր չի եկել ամուսնուն։ Ըստ ամենայնի վերջինս նաև գիտակցել է, որ նախընտրական փուլում կնոջ ակտիվությունը կարող է վնասել իրենց վերարտադրությանը եւ փորձել պասիվացնել նրան, սակայն վիրավորված տիկինը որոշել է, որ դա իր իրավունքների ոտնահարում է եւ վճռել է յուրովի պատժել ամուսնուն, նրա հեղինակությանն անդրադառնալի հարված հասցնելով։ Հրապարակ թերթը գրում է. Մարտի 1-ին ԿՊԱ-ականների մարզային այցի իրականում նախընտրական քարոզարշավի ժամանակ Իջևանի բնակիչ նախկին զինվորական Անդրանիկ Դովլաթբեկյանը, լսելով Փաշինյանի արձագանքը, որ արգելում է նրա աղջկան Գանձաքարի մանկապարտեզի տնօրեն նշանակել, սպառնաց. Գանձաքարում լավ կլինի ձեր ընտրությունը, ինչին Փաշինյանը հակադարձեց. Գանձաքարում վերջին տասնյակ տարիներին տասնյակ միլիարդների ներդրում են արել։ Այդ ամենի արդյունքում Գանձաքարում վատ պիտի լինի, թող վատ լինի։ Գանձաքարցիների ցավն էլ տանեմ, թող վատը լինի։ Իրականում Փաշինյանի համար հունիսի 7-ի ընտրությունները լավ չեն լինելու ոչ միայն Դովլաթբեկյանի աղջկա պատճառով, բանն այն է, որ Սամվել Կարապետյանի մայրը Մարիա Կարապետյանը ծնունդով Գանձաքարից է եւ այստեղ իրենց հայրենակից Սամվել Կարապետյանին սիրում են։ Ինչ վերաբերում է տասնյակ միլիարդների ներդրումներին գյուղում, տարակուսած են այդ ստից։ Հրապարակ թերթը գրում է. Արման Թաթոյանի միասնության թևերի հետ համապետական ընտրությունների գնացող Շանթ դաշինքի անդամ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը մտերիմներին ասել է, որ ինքն անձամբ չի լինի նախընտրական ցուցակում։ Իր տեղակալ Գորգ Թադևոսյանը կլինի առաջին տասնյակում։ Կապանցիներն ասում են, որ Փարսյանը երևի չի ուզում սրել հարաբերություններն իշխանության հետ եւ իր վարկանիշը հարվածի տակ դնել, եթե դաշինքը Կապանում շատ ձայն չտանի։ Չնայած Փարսյանի մեծ կազմում ներկա է գտնվել շաբաթ օրը միասնության թևերի հավաքին, ինչ վերաբերում է Գորգ Թադևոսյանին, ապա նա անկուսակցական է, ավականու անդամ է դարձել Շանթ դաշինքի ցուցակով, ժամանակին եղել է Սյունիքի մարզպետի տեղակալ, երբ մարզպետը ԲՀԿ-ական Կարեն Համբարձումյանն էր։
Փաստ թերթը գրում է. Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել տեսալսողական մեդիայի մասին օրենքում։ Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն պետության հայտարարած ՍՔՈ եւ հիշատակի օրերին գովազդի եւ զվարճալի հաղորդումների հեռարձակումը հեռարձակողների կողմից արգելվում է։ Նշված սահմանափակման նպատակն է պահպանել ՍՔՈ եւ հիշատակի օրերի հանրային, խորհրդանշական եւ բարոյական նշանակությունը։ Իրավունք թերթը գրում է. Փաշինյանի Աննա Հակոբյանից բաժանվելու փաստը մի այլ կարգի ցնցումների մեջ է գցել ՔՊԱ-ականներին։ Անգամ նրա արևով երթվող ՔՊԱ-ականներն են սկսել, ինչպես մեր աղբյուրն է ասում, գլխների ճարը տեսնել։ Թվում սկսել են գիտակցել, որ ցանկացած պահի Փաշինյանը նրանց որպես վեշկա կդնի զոհասեղանին։ Ավելի նույն աղբյուրի փոխանցմամբ, եթե նախկինում ինչին հարցերի շուրջ փորձում էին իրենց դիրքորոշումը հայտնել, Աննայի ուղերձից հետո սսկվել նստել են։ Իրավունք թերթը գրում է. ԿՊ-ի լավատեղյակ աղբյուրների համաձայն Նիկոլ Փաշինյանը բառի ուղիղ իմաստով արգելել է թիմակիցներին մարզեր այցի ժամանակ եւ առհասարակ հանրային տիրույթում եկեղեցու թեմայով ասել-խոսել։ Եկեղեցու թեման չդնել, չվերցնել, մինչեւ իմ հետ չհամաձայնեցվի։ Դա ինչով է պայմանավորված վերջինիս կտրուկ հրահանգը, ու թե մինչեւ երբ է արգելքը դրված, ԿՊ-ում էլ տեղյակ չեն, բայց ռիսկ անողել չկա, որ հարցնեն։ Իրավունք թերթը գրում է. Համառ լուրեր են պատտվում, որ Աննայի հորանց տուն, ավելի ճիշտ Վարդսո բնակարան գնալուց ամենաշատ նեղսրտողներից մեկը նավաստարդ arczepiskopos Կճոյանն է եղել։ Չէ, պատճառն այն չէ, որ որպես հոգևորական տխրել է, որ հայկական ավանդական ընտանիք է քանդվում։ Պատճառը շատ ավելի մարդկային է։ Կճոյանը հասկանում է, որ Աննայի հեռանալուց, որ կողմից էլ որ փորձում ես մոտենալ, հեչ լավ հոտ չի գալիս։ Հանրագումարում դա ամենևին էլ լավ չի խոսում Փաշինյանի դիրքերի ամրության մասին։ Առավել ևս, երբ դա դիտարկում ես այնպիսի հզոր կառույցի հետ հակամարտության տեսանկյունից, ինչպիսին է հայ առաքելական եկեղեցին։ Մի խոսքով, ինչպես տեղյակ աղբյուրներն արտահայտվեց, Աննայի հեռանալը լրիվ թեբաթափ է արել հեռացած սրբազաններին, որոնք լրջորեն սկսել են մտածել անառակ որդու կերպարի մեջ մտնելու մասին։ Իրինա Ատանյան, Օրագիր Նյուզ։